Բրիտանական BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ լրատվական բաժնի BBC News-ի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել Պանորամա ծրագրի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է բրիտանական մեդիա ընկերությունը։ Նախորդ շաբաթ բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել էր BBC-ի ներքին ծառայողական գրագրությունից հատվածներ, որտեղ երևում էր, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերին եթեր հեռարձակված Պանորամա ծրագրի շրջանակում խմբագրվել էին Թրամփի ելույթի երկու մասերն այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե նա բացահայտորեն խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին։ Սպիտակ տունը մեղադրել է BBC-ին կեղծ լուրեր տարածելու մեջ։ Թիմ Դեյվին աշխատել է BBC-ում 20 տարի, որից 5-ը որպես գլխավոր տնօրեն։ Բոլոր պետական կազմակերպությունների նման BBC-ն եւս կատարյալ չէ, եւ մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ եւ հաշվետում։ Չնայած դա միակ պատճառը չէ, սակայն BBC News-ի շուրջ ընթացիկ քննարկումները հասկանալի պատճառներով ազդել են իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ BBC-ն լավ է աշխատել, բայց թույլ են տրվել որոշ սխալներ եւ որպես գլխավոր տնօրեն ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը, ասել է Դեյվին ընկերության կայքում հրապարակված նամակում։ Նա հայտնել է, որ համաձայնեցնում է տնօրենների խորհրդի հետ իր հեռանալու ճշգրիտ ժամանակացույցը առաջիկա ամիսների նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։ Դեբորա Թերնեսը եւս հանդես է եկել առանձին հայտարարությամբ, նշելով, որ ինքը պատասխանատվություն է կրում կատարվածի համար։ Այնուամենայնիվ նա հերքել է BBC News-ի դեմ կողմնակալության մեղադրանքները։ Ես ցանկանում եմ հատուկ հայտարարել, որ վերջերս տարածված մեղադրանքները, թե BBC News-ը ինստիտուցիոնալ կողմնակալություն ունի, սխալ են, ասել է նա ընկերության աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակում, որտեղ էլ հայտնել է հեռանալու որոշման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն մեղադրել է BBC-ին եւ դրա աշխատակիցներին ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի համար։ Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա, ավելին նրանք մեկ այլ երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ 1 դաշնակիցը։ Ինչ սարսափելի է ժողովրդավարության համար, գրել է Թրամփը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել The Telegraph-ին կատարվածը բացահայտելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները կրկին կասկածի տակ են դրել նրա աշխատունակությունը այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են նրա լուսանկարները, որոնցում նա օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ փակ աչքերով է հաղորդում է CNN-ը։ Ըստ հեռուստաալիքի երբեմն թվում էր, թե Թրամփը դժվարանում էր աչքերը բաց պահել։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի մամուլի ծառայությունը լուսանկարները մակագրել է, քնքոտ դոնը վերադարձել է։ Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ արթուն է եղել, վարչակազմի պաշտոնյաները ընդգծել են, որ Թրամփը հանդիպման ժամանակ խոսել է եւ պատասխանել լրագրողների հարցերին։ CNN-ը նշել է, որ ամերիկացի առաջնորդի առողջության մասին ենթադրությունները շարունակվում են նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ բժշկական զննման շրջանակներում MRT հետազոտություն է անցել առանց բացահայտելու պատճառները, եւ այս ամռանը նրա մոտ հայտաբերվել է քրոնիկ երակային անբավարարություն։ Փարիզի դատարանը երկուշաբթի օրը որոշում կկայացնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ազատելու վերաբերյալ ընդամենը 20 օր անց այն պահից, երբ նա բանտարկվել է, գրում է Associated Press-ը։ Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման 2007 թվականի հաղթական նախընտրական քարոզարշավը Լիբիայից ստացված միջոցներով ֆինանսավորելու նպատակով հանցավոր դավադրության մեղադրանքներով։ 70-ամյա Սարկոզին ժամանակակից Ֆրանսիայի առաջին նախկին նախագահն է, որը դատապարտվել է իրական ազատազրկման։ Նախկինում նա դատապարտվել էր կոռուպցիայի մեղադրանքով, սակայն նրան պարտադրվել էր կրել էլեկտրոնային ապարանջան ազատազրկումից խուսափելու համար։ Սարկոզիի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը եւ ներկայացրել են վաղաժամ ազատման միջնորդություն։ Վերաքննիչ գործընթացը նախատեսվում է ավելի ուշ հնարավոր է գարնանը։ Երկուշաբթի օրը Փարիզի դատարանը կքննարկի նրա ազատման միջնորդությունը եւ որոշումը սպասվում է նույն օրը։ Նախկին նախագահը, որը պաշտոնավարել է 2007-ից 2012 թվականներին, պնդում է, որ անմեղ է եւ վիճարկում է ինչպես մեղադրական դատավճիռը, այնպես էլ կալանքի որոշումը մինչև վերաքննիչ գործընթացը։ Սարկոզին կարող է ազատվել ըստ Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի, որը սահմանում է, որ մինչև վերաքննիչ բողոքի ներկայացումը ազատումը պետք է լինի ընդհանուր կանոն։ Իսկ կալանքը բացառություն կիրառելի միայն այն դեպքերում, երբ անձը համարվում է վտանգավոր կամ կարող է փախչել երկրից, կամ կա անհրաժեշտություն պաշտպանել ապացույցները կամ կանխել ճնշումը վկաների վրա։ Սա կապ չունի դատավճիռի պատճառաբանության հետ։ Սպասվում է, որ երկուշաբթի օրը կայանալիք լսումների ընթացքում Սարկոզին
կներկայացնի երաշխիքներ, որ կկատարի պայմանական ազատման պահանջները, դրանց ընդունման դեպքում նա կգտնվի դատական վերահսկողության ներքո եւ կարող է ազատվել Փարիզի Լա Սանտե բանտից մի քանի ժամվա ընթացքում։ Ներկա պայմաններում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները անհնար են։ Այս մասին Իռնագործակալությանն ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ Թեհրանը չի տեսնում Վաշինգտոնի կողմից կառուցողական եւ դրական մոտեցում։ Եթե Վաշինգտոնը ցուցաբերի փոխշահավետ հավասար երկխոսության պատրաստակամություն, Իրանը կքննարկի բանակցություններ վարելու հնարավորությունը, հավելել է Արաղչին։